Բարև ձեզ, Հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Վարչապետը հանգստյան օրերին շարունակել է իր մարզային այցելությունները, Նիկոլ Փաշինյանը եղել է Լոռիում և Տավուշում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզայցի երկրորդ օրը եղել է Աղթալայում, ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման։ Փոխարենը կառուցվել է M6 Աղթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր երկրորդ կամուրջը։ Ժամանակավոր կամրջի կառուցման բյուջեն կազմում է 53 միլիոն դրամ։ Պողպատեի երկրորդ կամրջով նախատեսվել է լուծել նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը, որն ունենալու է առավելագույնը 40 տոննա բեռնատարողունակությամբ տրանսպորտային միջոցների անցման հնարավորություն։ Հաջորդիվ վարչապետին ներկայացվել են Քարկոբ բնակավայրի կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Տեղադրվել է ժամանակավոր մետաղական կամուրջ Հունաստանի կառավարության նվիրատվությամբ։ Կրկին հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել հետագա շահագործման։ Կառավարության ղեկավարը նաև Տավուշում է եղել։ Բերթավանում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ղալինջաքար ամրոց։ Եթե վերցնենք զուտ պատմական տեսանկյունից 1123 թվականին առաջին անգամ ամրոցը հիշատակվում է եւ ըստ էության կապված է Դավիթ Անհողունի հետ։ Դա Գյուրիկյան թագավորության Տաշիր ձորագետի կառավարիչների քաղաքների ճյուղից էր եւ 1983 թվականին այս տեսքով վերականգնել են։ Բայց պրոֆեսիոնալներն են։ Հա, Հրաչիկ Կասպարյանն է ճարտարապետ։ Շատ հայտնի չի, պետք է մի քիչ բան անենք, ակտիվ պատմենք։ Բայց ինքը իսկապես տուրիստների գալի տեղը է, շատ։ Իհարկե, տուրիստները ման են գալիս։ Եկեղեցին է քեվի։ Տավուշում վարչապետի հաջորդ կանգառն Իցակարն է եղել։ Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ խոսել է իրենց համայնքում իրականացվող եւ նախատեսվող ծրագրերից։ Ծրագրեր ունենք, որից դուք էլ խաբար չեք։ Ոչ հետաքրքրվում եք, ոչ մենք ենք ասում։ Խաբարելյան օրենք մեկը ասում։ Ռոդրը սովորել է։ Երկու մայ թեկտալի այդ անգամ որ խոսում եք գիտեք, չէ՞։ Ճիշտ է, սա ասում։ Դու ես շատ էլ լսում ձեր ամեն մի ելույթ։ Վերջապես կարացին ասես որ ժողովուրդին սովորցրել են չաշխատել։ Նա այն որ ասում են աղքատ են դարձել ու միշտ դեր աղքատ։ Ահա, վերջապես մի մարդ կա ինձ հասկանում։ Արա, խայսեր գործ։ Քեզ եմ ման գալիս։ Սա որ է գործ է դա, քո ասածները մեր ժողովրդի մեջ տարածում։ Շնորհակալ եմ, շատ բարձր։ Բայց մեկը մեր ժողովուրդը մի քիչ ռոդը սովորել է, ռոդրեն սովորել։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Տավուշի սահմանամերձ Բերդ համայնքում կայացել է կրթվել է նորաձևե շարժման 30-րդ հանդիպումը, ընդգրկելով արդեն 14-րդ համայնքը։ Այս մասին հայտնում են Իմ քայլե հիմնադրամից։ Հանդիպմանը մասնակցել է շուրջ 450 քաղաքացի։ Բանախոսությամբ հանդես են եկել շարժման նախաձեռնող Իմ քայլե հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը մասնակիցների ուշադրությունը սևեռել է ոչ միայն գիտելիքի արժեքի, այլև այն գործնականացնելու կարևորության վրա, ընդգծելով կրթության առանցքային դերը ինքնաճանաչման և սոցիալական առաջընթացի համատեքստում։ Վարչապետը նաև հանդես է եկել իրական Հայաստան խորագրով իր երկրորդ բանախոսությամբ, ներկայացնելով պետության և քաղաքացիների միջև եղած փոխհարաբերությունների կարևորությունը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն, այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը։ Նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Հայաստան խմբակցության ներկայացուցիչը հիշեցրել է, որ առաջին ընթերցման ժամանակ ձեռնպահ են քվեարկել, իսկ երկրորդ ընթերցմանը կողմ են քվեարկելու։ Նախագծի համաձայն զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի վարչության սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոններ ու վարձատրության գործակիցներ։ Արևմտյան պետությունների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի, բանակային ուղղությունների և շտաբային սերժանտների պաշտոնների առկայություն։
որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունը եւ ապահովում սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը։ Մենք աշխատանքային կարգով օրերս գլխավոր շտաբ պետերակալ գեներալ Երոյանի հետ շատ մանրամասն քննարկել ենք, դրա համար շատ հարցերի կարիք չկա, ուղղակի կարևոր նիստը հրապարակային էր մի հարցի շուրջ ուզում որ բարձրաբանում տայք, խնդրել էի ճշտել պարոն գեներալից, թե Այդ իրականում բարեկային ծառայություն առանց ատեստացիայի շատ բարձր վարձատրվում է եւ թարաբեզ զինված ուժերում շփումների զինծառայողների շատ-շատերը, ովքեր նաեւ մարտական հերթապահություն են իրականացնում, այդ խայտառակ անհավասարությունից շատ դժգոհ են։ Հիմա սերժանտական ինստիտուտի ներդրման դեպքում սերժանտի աշխատավարձի չափը որքան է լինելու եւ արդյոք հավասարազոր է լինելու պայմանական ասեմ բարեկային ծառայողի աշխատավարձին, որ նաև մի քանի մարդիկ պատկերացնեն։ Շնորհակալություն, ես թվերը հնչեցնեմ, համեմատությունը ես չեմ կարող ասել, որտեղ տեղյակ չեմ, թե բարեկային ծառայողները որքան են ստանում։ Տեսեք, մեզ մոտ կան խմբեր, այսինքն հստակ մեր պաշտոնները դասակարգված են խմբերով։ 7-4 խմբի սերժանտի համար նախատեսված է նվազագույնը 222,000, իսկ ատեստավորվելու պարագայում կկազմի 400 մոտ, ես մոտ եմ ասում, մոտ 490,000 դրամ։ 9-8 խմբի սերժանտի համար նվազագույնը 362,000, ատեստավորվելու պարագայում կկազմի շուրջ 630,000 դրամ։ Իսկ 9 խմբի համար մոտ 400,000, ատեստավորվելու դեպքում կգերազանցի 670,000 դրամով։ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկված նախագծով փոփոխություններ են նախատեսվում էկոպարեկային ծառայության մասին օրենքում։ Նախագիծը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մկրտչյանը։ Ով սահմանվում է, որ էկոպարեկային ծառայողը, ով պարտականությունները կատարելիս հաշմանդամություն է ձեռք բերել կամ աստվածչան լինելա զոհվելու դեպքում միանվագ դրամական օգնության ձևով կառավարությունը սոցիալական երաշխիք է սահմանում էկոպարեկային ծառայողի համար, բնականաբար մահվան դեպքում դրամական օգնությունը վճարվում է նրա հարազատին, նույն նախագծով նաև կառավարությանը լիազորվում է սահմանել դրամական օգնության չափը։ Բացի այդ նաև սույն նախագծով սահմանվում է, որ էկոպարեկային ծառայության անցնող թեկնածուները սահմանված կարգով եւ ընթացակարգով քննությունները հանձնելուց հետո նշանակվում են համապատասխան պաշտոնի, բայց ոչ ուշ քան 2027 թվականի հունվարի 1-ը։ Տվյալ դեպքում ժամկետի փոփոխությունը պայմանավորված է էկոպարեկային ծառայության ամբողջական կայացման համար, պայմանավորված անհրաժեշտ սահմանված ընթացակարգերով արհեստավարժ անձնակազմի համալրման եւ տեխնիկական ամբողջական վերազինումը պատշաճ իրականացնելու համար։ Հավելեմ, որ արդեն հաջողությամբ տրվել է Սյունիքի մարզային վարչության էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկը, արդեն ունենք որոշակի արդյունքներ կոնկրետ այս ոլորտում եւ մյուս մարզերում էլ process-ը գտնվում է բուրըն ընթացքի մեջ։ Ուրախ ենք, որ էկոծառայության այդ համակարգը ստեղծվում է, բարդ դժվարին ճանապարհ է սպասում, ոչ մեկ չի մտածում, որ հենց առաջին իսկ օրվանից բոլոր խնդիրները կլուծվեն, բայց որ բազմաթիվ խնդիրներ կար, որ հուսով ենք, որ այս ծառայությունը կլուծի, այդ ակնկալիքը ունենք։ Ես ուզում եմ մի քանի բանի վրա ուշադրություն դարձնել, նաև ձեզ խնդրել, որ այդ հանգամանքներին ուշադիր լինեք։ Առաջին իմ դիտարկումը հետևյալն է, որ հնարավորինս էկոծառայության համակարգում ընդգրկվեն մարդիկ, որոնք որ իրապես պրոֆեսիոնալ մարդիկ են։ Հաջորդ իմ դիտարկումը հետևյալն է, որ այս համակարգը, որ ստեղծվում է, հնարավորինս պիտի զերծ մնա քաղաքական, այսպես ասած, այս կամ այն պաշտոններ զբաղեցնել, այսինքն քաղաքականությամբ պայմանավորված։ Ես ամենայն տղամարդկությամբ ձեզ վստահեցնում եմ, որ Սյունիքի մարզում չկա տենց դեպք, որ մարդ գա աշխատանքի ընդունվի եւ իր քաղաքական հայացքները հաշվի առնեն,
հակառակ ես լավ ճանաչելով էկոպարեկային ծառայությանը վստահեցնում եմ ձեզ, որ ավելի շատ հակառակ կշերքի վրա ամեն ինչ դրված, քան այս մյուս կողմի վրա, ես դա ձեզ ամենայն տղամարդկության վստահեցնում եմ։ Ծառայությունում ընդգրկվելու կարգը հստակ սահմանված է, իսկ քաղաքական հայացքներով խտրականության որևէ դրսևորում դա ուղղակի, այսպես ասեմ, ենթակա է համապատասխան պատասխանատվությամբ։ Չկա նման բան եւ նման դիրքորոշում չունի որևէ մեկը էկոպարեկային ծառայությունում ղեկավար անձնակազմում որևէ մեկը չի կարող նման դիրքորոշում ունենալ։ Այսքանը կհանդիպենք ժամը 18-ին առայժմ։